Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարել է, որ հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թվականի ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած երկրորդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ հայտնում է, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին եւ չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։ Հայաստանի Հանրապետության բոլոր մետաղադրամները, այդ թվում 500 դրամ մետաղադրամը շարունակում են մնալ շրջանառության մեջ եւ պահպանել իրենց որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը, քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար առանց որևէ սահմանափակման, ասված է հաղորդագրությունում։ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նախագիծ էր ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխելու եւ Պապ Թագավորի փողոց կոչելու վերաբերյալ։ Ավագանի նիստում հարցը միանշանակ չի ընդունվել, խմբակցությունները դեմ են արտահայտվել նախագծին։ Նախ հայտարարվել է, որ բերված նախագիծը քննարկված չէ ավագանու խմբակցությունների հետ, մինչդեռ նախկինում առաջարկ է եղել, որ Ամիրյան փողոցի անվանակոչության հարցում պետք է լինի կոնսենսուսային որոշում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, «Սկի չեմ էլ իմացելով է այդ մարդը եւ երբ մի փոքր խորանում ես, հասկանում ես, որ բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, այլ ոչ մի արժանիք առանձնապես չունի, եւ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն իր անունով է անվանակոչված, կասկած չունեմ, որ այդ փողոցը վստահորեն պետք է անվանակոչվի, քվորում չլինելու պատճառով նախագիծը չի քվեարկվել։ Ավինյանն առաջարկել է նախագիծը քննարկել մյուս խմբակցությունների հետ եւ համաձայնություն լինելու դեպքում այն քննարկել առաջիկա նիստերից մեկում։ Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով քաղաքացիական պայմանագրի ծրագիրը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք վաղուց ենք խոսել, որ Հայաստանից առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի։ Ընդ որում մենք ասում ենք, որ պարտավորվում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100%-ով անվերապահորեն կվերադարձնենք Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն։ Եվ դեռ մի բան էլ ավելին ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք, այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Իսկ ինչու նրանք չեն համաձայնվում, ինչու է արդեն 8 տարի Կտրիչ Ներսիսյանի համար այս օրակարգը, ինչու է անընդունելի մի պարզ պատճառով, որովհետեւ նրանք ուզում են գործել ստվերում չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը», նշել է Նիկոլ Փաշինյանը։ Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր կանաչ լույս են վառել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որ պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհեռարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա 2 տարվա մանդատ եւ կկոչվի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն։ Այս մասին փոխանցում է Ազատությունը։ Այն գործարկելու համար Հայաստանի Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում եւ Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո Դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ են քվեարկել առաքելությունը ստեղծելու առաջարկին։ Վոլոդիմիր Զելենսկին կասկած է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լինել խաղաղության երաշխավոր եւ խոսել Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման հեռանկարի մասին։ Օրինակ, ԱՄՆ-ն ասում է նախագահ Թրամփը դեռ 2.5 տարի է իշխանության գլուխ, իսկ ինչ ենք անելու հետագայում, ասել է Զելենսկին։ Նա նաև կրկին հրաժարվել է ձեռքերը դուրս բերել Դոնեցկի մարզից։ Նրանք ուզում են, որ մենք լքենք Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը, դե իհարկե ռազմավարական առումով։ Սա կորուստ է մեզ համար, սա կորուստ է զինված ուժերի համար, պնդել է նախագահը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունից գլխավոր շահառուն Ռուսաստանն է, մինչդեռ Ուկրաինան թուլանում է։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը ուժեղացնում է Վլադիմիր Պուտինի դիրքերը եւ նպաստում Ռուսաստանի ազդեցության աճին միջազգային ասպարեզում։ Տուսկը նշել է, Մոսկվան օգտվում է էներգակիրների գների աճից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներսում առաջացած տարաձայնություններից։ Նրա գնահատմամբ այս գործոնները թույլ են տալիս Ռուսաստանին ստանալ ռազմավարական առավելություններ, մինչդեռ Արևմուտքի ուշադրությունը մասամբ շեղվում է Ուկրաինայից։ Լեհաստանի վարչապետը ընդգծել է, որ շարունակվող պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերում եւ պետք է հնարավորինս արագ ավարտվի։ Իրանի պետական հեռարձակողը հաղորդել է, որ իրանական պատվիրակությունը դեռևս չի մեկնել Պակիստան ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Մինչ օրս Իրանից ոչ մի պատվիրակություն չի մեկնել Պակիստան, ոչ հիմնական պատվիրակությունը, ոչ էլ երկրորդականը, հաղորդել է իրանական հեռարձակողը։
Եվրամիությունը իր բնակչությանը պատրաստում է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Ընդգծվում է Եվրամիության երկրներում Ռուսաստանի նկատմամբ աճող ատելությունը ուղղակի հրահրման, Ռուսաստանի հետ պատերազմի անհրաժեշտության համար խղճի նախապատրաստման նախանշան է։ Ավելին մեղադրվել են Եվրամիության իշխանությունները Կիևին Մոսկվայի հետ հակամարտությունը շարունակելուն հրահրելու մեջ։ Չնայած դա կարող է խաղալ ուկրաինացիների դեմ եւ Ուկրաինան պատրաստ է անել այն, ինչ իրեն կասեն իր արևմտյան գործընկերները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Փարիզի հովանու ներքո համատեղ միջուկային վարժանքները, հաղորդում է Պոլիտիկոն։ Լեհաստան կատարած այցի ժամանակ Մակրոնը նշել է, որ քննարկվող թեմաները կներառեն տեղեկատվության փոխանակում եւ համատեղ վարժանքներ։ Ինչպես նշել է պարբերականը, Ֆրանսիան մնում է Եվրամիության միակ երկիրը, որն ունի միջուկային զենք, եւ Մակրոնը նախկինում խոսել է ֆրանսիական զսպման նոր փուլի մասին։ Այս փուլում Ֆրանսիային կմիանան Լեհաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան եւ Շվեդիան։ Հոդվածում նշվում է, որ Վարշավան, որը չի մասնակցում ամերիկյան համատեղ օգտագործման ծրագրին, հետաքրքրված է Ռուսաստանի դեմ եվրոպական զսպման ամրապնդմամբ։ Իրանի հարստացած ուրանը եւ Հորմուզի նեղուցը կլինեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական թեմաները, հաղորդում է Reuters-ը, հողում անելով աղբյուրներին։ Ի վերջո Հորմուզի նեղուցը կդառնա կարմիր գիծ, նախկինում դա խնդիր չէր։ Հիմա խնդիր է, նշվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ հաղորդվում է Իրանի հրթիռային ծրագրի քննարկումները կմնան երկրորդական պլան։ CNN-ի տվյալներով Իրանը ԱՄՆ-ից խնդրել է զգալի պատժամիջոցների մեղմացում եւ ավելի քան 20 միլիարդ դոլարի ակտիվների ազատում իր հարստացված ուրանի պաշարների հանձնման դիմաց։ Իրանի ռազմածովային ուժերի աջակցությամբ իրանական նավթատարը երեքշաբթի գիշերը անցել է Հորմուզի նեղուցով եւ մտել Իսլամական Հանրապետության տարածքային ջրեր, հաղորդում է Իրանի ռազմական մամուլի ծառայությունը։ Իրանի պետական հեռարձակողի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ արաբական ծովով անցնելուց հետո նավը անվտանգ կերպով մտել է Իրանի տարածքային ջրեր եւ մի քանի ժամ գտնվել Իսլամական Հանրապետության հարավային նավահանգիստներից մեկում։ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա չորեքշաբթի, ապրիլի 22-ի առավոտյան, հաղորդում է CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը եւ երեքշաբթի առավոտյան կմեկնի Պակիստան։ CNN-ի փոխանցմամբ իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Իրանը նախկինում հայտնել էր, որ դեռևս որոշում չի կայացվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Ճապոնիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել զենքի արտահանման կանոնակարգում, հայտարարել է կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։ Այսօր կաբինետի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել զենքի արտահանման 3 սկզբունքներից մի քանիսում։ Այս որոշումները կապահովեն Ճապոնիայի անվտանգությունը մեր երկրի շուրջ արագ փոփոխվող անվտանգության իրավիճակում։ Մեր երկրում եւ տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է խթանել զենքի արտահանումը եւ բարձրացնել դաշնակից երկրների պաշտպանական կարողությունները, ասել է Կիհարան։ Մինչ օրս գործող կանոնների համաձայն Ճապոնիան զենք չէր արտահանում, եթե դա կխախտեր երկրի միջազգային պարտավորությունները կամ այլ պետությունների հետ կնքված պայմանագրերը։ ՄԱԿ-ի բանաձևերը կամ եթե պոտենցիալ ներմուծող երկիրը գտնվում էր հակամարտության վիճակում։ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների նախապատրաստական աշխատանքները մտել են իրենց եզրափակիչ փուլ եւ ամերիկյան առաջխաղացման խմբերը շարունակում են ժամանել պաշտոնական փուլից առաջ, հաղորդում է Express Tribune-ը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Նրանց տվյալներով կիրակից մինչև երկուշաբթի ուշ երեկո վայրեջք են կատարել անձնակազմ, տրանսպորտային միջոցներ եւ օպերատիվ սարքավորումներ տեղափոխող 11 ինքնաթիռներ։ Առաջնորդական խմբերի ժամանումը մեծ մասամբ ավարտված է եւ հիմնական պատվիրակությունները, ինչպես սպասվում է, կժամանեն մինչև երեքշաբթի։ Աղբյուրները նաև հայտնել են, որ իրանական պատվիրակությունը նույնպես կարող է ժամանել Իսլամաբադ մինչև երեքշաբթի երեկոյան։ Հրապարակման համաձայն պակիստանցի պաշտոնյաները լռություն են պահպանում, բայց անձնական մակարդակով ընդունում են, որ անորոշության մեծ մասը բխում է բանակցություններից առաջ երկու կողմերի դիրքորոշումներից։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ոչ պաշտոնական շփումները շարունակում են ակտիվ մնալ։
Միացյալ Նահանգները որպես հակամարտության հրահրող պետք է պատասխանատվություն կրի դրա ավարտի համար։ Վաշինգտոնի փորձերը Թեհրանին զիջումների ստիպելու կարող են ավելի կոշտացնել Իրանի դիրքորոշումը, ըստ China Daily թերթի խմբագրականի։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտությունը հասել է կրիտիկական կետի, եւ Իսլամաբադում ընթացող բանակցությունները հույսի նշույլ են տալիս կարգավորման համար։ Այնուամենայնիվ խաղաղության հասնելու հավանականությունը փոքր է, քանի որ երկու կողմերն էլ խորը անվստահություն ունեն եւ ունեն մրցակցող շահեր։ Սկզբում իրանական կողմը բաց թողեց այն հարցը, արդյոք կմասնակցի բանակցություններին։ Սակայն երկուշաբթի օրը լրատվամիջոցներին հայտնեց, որ կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, հայտնել է թերթը։ Ինչպես նշվում է հոդվածում, Իսլամաբադում հնարավոր բանակցությունները հնարավորություն են ստեղծում կառուցողական երկխոսության համար։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ բանակցություններին մոտենան փոխզիջման պատրաստակամությամբ, սակայն հենց Միացյալ Նահանգներն է մասնավորապես, որպես այս հակամարտության հրահրող, որը պետք է պատասխանատվություն կրի դրա ավարտի համար։ Նրանք պետք է ցույց տան, որ պատրաստ են բանակցել բարի կամքով, քանի որ բազմիցս խախտել են իրենց խոստումները, նախ դուրս գալով միջուկային համաձայնագրից, ապա առավելագույն ճնշում գործադրելով եւ հարվածելով Իրանին բանակցությունների ընթացքում, իսկ այժմ բանակցելով պահպանելով շրջափակումը, նշված է հոդվածում։ Բլոգեր Լապշինը Եվրամեդիա 24-ի հետ զրույցում խոսել է Հայաստան իր մուտքն արգելելու պատճառների մասին։ Հետևաբար ցանկացած ճնշում ցանկացած կողմից, լինի դա Ադրբեջանից, Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից կամ Միացյալ Նահանգներից, միևնույն է այդ ճնշմանը վերջին հաշվով տեղի են տալիս։ Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Ադրբեջանին դուր չի գալիս այն, ինչ ես անում եմ իմ իրավապաշտպան գործունեության շրջանակում, ինչպես նաև իմ որոշ ելույթները Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իմ դասախոսությունները, հարցազրույցները եւ այլն։ Այս ամենը նրանց դուր չի գալիս։ Նրանք իրենց ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակում են, որ իբր Սադրիչ Լապշինը դաշնակների փողերով կրկին հանդես է եկել ադրբեջանական շահերի դեմ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար։ Այս մասին Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը եւ Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման ուղիները։ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության գագաթնաժողովը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի։ Եվրոպական քաղաքական համաժողովը Երևան է գալիս Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչն այս ամենը միջամտություն է համարում։ Սա է Երևանում այս օրերին կազմակերպվելիք Եվրոպական համայնքների գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը որպես երևույթ կտրականապես մերժելի է։ Ակնհայտ է, որ այս ամենն իր մեջ նախընտրական միջամտության էլեմենտներ է պարունակում։ Այնինչ Եվրոպական համայնքը քննադատում է այլ երկրների պարագայում, օրինակ մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը Մոլդովայի ընտրություններին միջամտելու համար, ինքն անում է Հայաստանի Հանրապետությունում։ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ քեֆը չհարանվի, եվրոպական առաջնորդները չառերեսվեն մեր իրական Հայաստանի հետ, մեր դժգոհությունների հետ, հավելել է Աշոտյանը։ Նա միևնույն ժամանակ հայտարարել է նման ձևաչափով հանդիպումները սովորաբար անցկացվում են մեկ Եվրամիության անդամ երկրում, մեկ ոչ Եվրամիությունում, սակայն վստահ է, որ Հայաստանն այս սկզբունքով չի ընտրվել։ Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀԿ-ականները մայիսի 4-ին եւ 5-ին ցույցեր կանցկացնեն։ Մայիսի 4-ին տարաբնույթ ակցիաները նվիրված են լինելու Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին եւ Արցախի խնդիրներին։ Ամսի 5-ին նախատեսված է Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը, այդ ժամանակ եւս կլինեն բողոքի եւ դժգոհության ակցիաներ, նշել է ՀՀԿ փոխնախագահը։ Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի նախագահի այցը քննարկել է դեսպան Օլիվիե դե Կոտինիի հետ, հանդիպման ժամանակ հաղորդում է Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Իրանը տեղեկացրել է պակիստանցի միջնորդներին, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին իր մասնակցությունը պայմանավորվում է իր պայմանների կատարմամբ։ Այս մասին հաղորդել է Թասնիմ գործակալությունը։ Ըստ տվյալների Թեհրանը հիմքեր չունի մասնակցելու բանակցություններին, քանի դեռ չեն վերացվել հիմնարար խոչընդոտները եւ չի ստեղծվել Իրանի համար ընդունելի համաձայնագրի սահմանելու հստակ հեռանկար։ Գործակալությունը նշում է, որ Իրանը նաև դիտարկում է այն սցենարը, որի դեպքում բանակցությունների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները խաբեություն են եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողությունների։ Հաղորդվում է, Իրանի համար բանակցությունների ամենալուրջ խոչընդոտը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումն է։ Թեհրանը նաև դժգոհ է Վաշինգտոնի պահանջներից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը կշարունակի մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Նրանք կբանակցեն եւ եթե դա չանեն, նրանք կբախվեն այնպիսի խնդիրների, որոնք երբեք չեն ունեցել, պնդել է ամերիկացի առաջնորդը։ Ես հույս ունեմ, որ նրանք կհասնեն արդար համաձայնագրի եւ կվերականգնեն երկիրը, բայց երբ դա տեղի կունենա, նրանք միջուկային զենք չեն ունենա եւ մենք դա թույլ չենք տա, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները որակել է ոչ կառուցողական։ ԱՄՆ կառավարության անցյալի գործողությունների նկատմամբ պատմական անվստահությունից զատ վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաների ոչ կառուցողական եւ հակասական մոտեցումը պարունակում է մեկ տխուր ուղերձ։ Նրանք ցանկանում են, որ Իրանը կապիտուլյացիայի ենթարկվի, բայց իրանցի ժողովուրդը չի զիջի ուժի առաջ, հայտնել է նախագահը։ Նա նշել է, որ պարտավորությունների կատարումը հիմնարար նշանակություն ունի ցանկացած երկխոսության համար։ ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը թռել է Իրանի տարածքի մոտ։ Էլեկտրոնային հետազոտության համար նախատեսված անօդաչու թռչող սարքը լքել է Օմանը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:30-ին։ Այն պտտվել է Հորմուզի նեղուցի վրայով, Իրանի ափերի մոտ։ Ժամը 2:16-ին Թել Ավիվից տարածաշրջան է մեկնել նաև Boeing KC-46A Pegasus տանկերը։ Wall Street Journal-ը հղում անելով փորձագետներին եւ աղբյուրներին հաղորդել է Իրանում Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների մասին։ Պարբերականը պնդում է, որ ԻՀՊԿ-ն վրդոված է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչու հայտարարությունից, որ Հորմուզի նեղուցը բացվել է։ Թերթը նշում է, որ սա խորացրել է Թեհրանի քաղաքական թևի, արմատական եւ չափավոր թևի միջև տարաձայնությունները։ Հրապարակման համաձայն արտաքին գործերի նախարարի հայտարարությունը այս մասին, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է, փորձ էր ցույց տալու ճկունություն հրադադարի ժամկետի ավարտից հետո։ Ավելին, այս հայտարարությունը հանգեցրել է նավթի գների անկման եւ արժանացել ԱՄՆ նախագահի հավանությանը, սակայն ինչպես նշել է հոդվածի հեղինակը, նախաձեռնությունը անմիջապես քննադատության ալիք է բարձրացրել Իրանում։ Միացյալ Նահանգները բազմաթիվ ռումբեր կօգտագործի Իրանի դեմ, եթե հրադադարի համաձայնագիրը չերկարաձգվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ PBS-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե ինչ կլինի, եթե հրադադարը դադարեցվի երեքշաբթի երեկոյան։ Այդ դեպքում շատ ռումբեր կսկսեն պայթել, պատասխանել է Թրամփը։ Ֆրանսիան եւ Գերմանիան չեն աջակցում Ուկրաինային Եվրամիության բյուջեին մուտք գործելու կամ համատեղ նիստերում քվեարկելու իրավունք տրամադրելուն, մինչև Եվրամիության լիարժեք անդամակցությունը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի Բերլինը առաջարկել է ասոցացված անդամի կարգավիճակ, որը թույլ կտա Կիևին մասնակցել համապատասխան նախարարների եւ պետությունների ղեկավարների մասնակցության միջոցառումներին, բայց չի տա նրան քվեարկելու իրավունք կամ ավտոմատ իրավունք Եվրամիության ընդհանուր բյուջեից միջոցներ ստանալու համար։ Փարիզը այս մասնակի անդամակցությունը անվանել է ինտեգրված պետության կարգավիճակ, նշելով, որ Ուկրաինան չի մասնակցի ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը կամ եվրոպական ֆինանսավորման ծրագրերին մինչև Եվրամիության լիարժեք անդամակցությունը։ Ինչպես նշել է պարբերականը, Գերմանիան եւ Ֆրանսիան կարծում են, որ նոր կարգավիճակը դեռևս կունենա զգալի խորհրդանշական նշանակություն Ուկրաինայի համար։ Բերլինը ենթադրել է, որ Եվրամիության անդամակցության նման մեղմ տարբերակը կներառի փոխադարձ պաշտպանության կետ, որը Ուկրաինայի իշխանությունները շատ կարևոր են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների բացակայության պատճառով։ Ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին։ Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիկմաթ Հաջիևի եւ Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ կմասնակցի ռազմավարական բաժնարար գծեր, հակամարտությունների կառավարում եւ դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ խորագիրը գրող պանելային քննարկմանը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում, առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների եւ անկախ մոնիտորինգի, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Խնդրում եմ դիտարկել ձեր, ինչպես նաեւ համապատասխան մարմինների դեպքում մյուս հայ բանտարկյալների հարազատների Բաքու այցելելու հնարավորությունը։
Իմ կինը Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական, ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև, ասված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձում։ Երևանի Մոսկովյան փողոցում կտեղադրվի հայ մեծանուն բարերար ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Այն տեղադրվելու է Մոսկովյան փողոցի 31 հասցեում։ Հուշատախտակը փակցնելու միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսան Բաբայանը, ֆինանսական ծախսերը կատարվելու է ընտանիքի կողմից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, հաշվի առնելով Մոսկվայում վերջերս կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները։ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե եկեղեցի ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի է թուլանում։ Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի է թուլանում, նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, թե հակաեկեղեցական իր արշավը հանուն եկեղեցու է։ Նա նշել է, թե ժողովուրդն առաջիկա ընտրություններում պետք է արդար դատ անի։ Հակաեկեղեցական արշավ հայտարարած Փաշինյանը պնդում է, թե իբր եկեղեցին հոգևոր քարոզները թողած զբաղված է քաղաքական քարոզներով։ Մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածին նախտոտված է, ախտահարված է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Financial Times-ում հրապարակված վերլուծության համաձայն Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը Եվրոպան եւ Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով, հայտնում է Էրմենի Հաբերեյեմը։ Խոսքը մասնավորապես Ալիջանի սահմանային անցակետի մասին է, որը փակ է շուրջ 32 տարի։ Ըստ վերլուծության Անկարան արդեն սկսել է սահմանային անցակետի ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներ։ Նշվում է, որ այս քայլը կարող է դառնալ միջին-միջանցքի կարևոր բաղադրիչ, որը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման տևողությունը կարող է կրճատել մոտ 40 օրից մինչև 12-ից 15 օր։ Վերլուծության մեջ նշվում է նաև ԱՄՆ աջակցությամբ առաջ քաշվող TRIP նախաձեռնությունը, որի նպատակը այլընտրանքային առևտրային ուղիների ձևավորումն է, շրջանցելով ծովային երթուղիները, այդ թվում Հորմուզի նեղուցը։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ նախագիծը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների, ենթակառուցվածքային սահմանափակումներ, տարբեր չափանիշներով երկաթուղային համակարգեր, բարդ մաքսային ընթացակարգեր եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկեր։ Ըստ վերլուծական հոդվածի Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային եւ էներգետիկ հանգույց, սակայն ծրագրի իրականացումը մեծապես կախված է քաղաքական պայմաններից եւ տարածաշրջանային կայունությունից։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանը չի բացվում։ Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք, դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության։ Հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց միևնույն է գործընթացը չավարտվեց, ասել է Սիմոնյանը։ Սիմոնյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի դերակատարությանը գործընթացում։ Ադրբեջանը իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է, Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին, նշել է ազգային ժողովի նախագահը։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, նշել են դատախազությունից։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը։ Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 17 համակերեսով հողամասի առողջարքի պայմանագիրը։ Նկատի ունենալով
հաշվի որ արկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն որպես պայմանագրի անվավերության հետևանք Փակbaşnet ընկերությունից Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը 78 միլիոն 860 հազար դրամ։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հետևելով արևմուտքի օրինակին ռիսկի է դիմում կորցնել իր երկիրը։ Նման կարծիք է հայտնել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա կրկին բռնել է ռազմականացման ուղին, կրկին հետևելով արևմուտքի օրինակին։ Նա պետք է հասկանա, որ եթե չդադարի կկորցնի Ուկրաինան, ասել է Լուկաշենկոն։ Բելարուսի առաջնորդը կոչ է արել Զելենսկուն հասկանալ, որ չափազանց բարձր գին է վճարում տեղի ունեցածի, ընթացող քաղաքականության եւ պատերազմի համար։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը երկկողմ բանակցություններ կվարի Իսրայելի հետ, ռազմական գործողությունները դադարեցնելու եւ ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Երկկողմ բանակցությունները կվարի Լիբանանը, դեսպան Սիմոն Քարամի գլխավորած պատվիրակության միջոցով, եւ ոչ ոք չի մասնակցի այս առաքելությանը Լիբանանի փոխարեն կամ չի փոխարինի նրան, ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։ Քարամը լիբանանցի դիվանագետ է, նախկինում նա մի քանի պաշտոններ է զբաղեցրել քաղաքացիական ծառայությունում եւ ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ։ Հունգարիայի նոր վարչապետ ընդդիմադիր գործիչ Պետեր Մայդարը առաջարկել է պաշտոնաթող Վիկտոր Օրբանը առաջադրվի Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարինելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա ունի տեսլական եւ կոշտ քաղաքականություն միգրացիայի հարցում։ Նա ժողովրդականություն է վայելում սովորական մարդկանց շրջանում։ Մինչ արևմտյան քաղաքական գործիչները ստում էին ժողովրդին, հենց Օրբանն էր, որ նրանց ճշմարտությունն ասեց միգրացիայի մասին, ասել է Մադյարը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում արկա ճգնաժամի ֆոնին Եվրոպայում ավելի հաճախ են հնչում նոր ռազմական դաշինք ստեղծելու կոչեր։ Ըստ նրա, խոսքը վերաբերում է միավորի ձևավորմանը, որը կարող է ներառել Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Ուկրաինան։ Լավրովը նշել է, որ նման գաղափարները հնչում են տարբեր պաշտոնական աղբյուրներից, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ քաղաքական գործիչների կամ կառույցների մասին է խոսքը։ Նա այս հայտարարությունը արել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ Իրանը հրաժարվել է մասնակցել Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։ Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, նշվում է հայտարարության մեջ։ Գործակալությունը որպես հրաժարական պատճառներ նշել է Վաշինգտոնի չափազանցված պահանջները, անիրատեսական սպասումները, բանակցային դիրքորոշումների անընդհատ փոփոխությունները, ինքնախաբեությունները եւ Իրանի շարունակվող ծովային շրջափակումը։ Իրանական ղեկավարության կողմից այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի եղել։ Եղանակը առաջիկա օրերին ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում 22-ի գիշերը, 23-ից ցերեկը, 24-ից 25-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Ապրիլի 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-ից 22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը եւ առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ից ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 16-ից 19 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-ից 24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։